Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ստորաբաժանումում դեռ 2015 թվականից կան գործեր, որոնցով ծառայությունը պարտավոր է քաղաքացիներից գումարներ բռնագանձել և դրանք մուտքագրել Գյումրու քաղաքապետարանի բյուջե։ Խոսքը վերաբերում է հողի և անշարժ գույքի վարձավճարներին, որոնք ժամանակին պատշաճ չեն կատարվել։ Դրանք բռնագանձելու համար Գյումրու քաղաքապետարանը դիմել է դատարան։ Բռնագանձման վճիռները կան, բայց բռնագանձում չի ապահովվում։ Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Վարդանյանի խոսքով դրանք հարյուրավոր գործեր են, բռնագանձման ենթակա գումարը մոտ 200 միլիոն դրամ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ստորաբաժանման գրությունում նշվում է, որ գործերի մի մասը ոչնչացված է, մի մասն էլ ավարտված։ Գործերի թիվը ընդհանուր կազմում է 290 գործ, գումարի չափը կազմում է 170 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Այդ գործերից եղել են ավարտված գործեր, եղել են ոչնչացված գործեր։ Քաղաքապետարանից հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գյումրու ստորաբաժանում ուղարկված գրությամբ տեղական իշխանությունը խնդրել է բոլոր կատարողական վարույթները վերսկսել կատարել անհրաժեշտ գործողություններ, հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին տեղի են ունեցել օրենսդրական մի շարք փոփոխություններ։ Ստորաբաժանման կողմից հարուցվել են կատարողական վարույթներ, կրկին հարուցվել են կատարողական վարույթներ, ստացել են կատարողական վարույթների հարուցելու վերաբերյալ որոշումներ, բայց ցավոք սրտի ցանկանում եմ նշել, որ քանձումները գոհացնող չեն համայնքապետարանի համար։ Հրաչ Վարդանյանի խոսքով 3 ամսվա ընթացքում ընդամենը 8-ից 10 միլիոն դրամ է փոխանցվել քաղաքապետարանի հաշվեհամարին։ Մնացած գործերի մասով բռնագանձումները չեն լինում անհայտ պատճառներով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պատասխան են տալիս, որ տվյալ անձիկ, ֆիզիկական անձիկ ընկերությունները չունեն բավարար միջոցներ, որոնց վրա հնարավոր է արգելք կիրառել, գումար բռնագանձել եւ բռնագանձված գումարը փոխանցել համայնքի հաշվեհամարին։ Մարդիկ եղել են, որ այն ժամանակ գույք դրամական միջոցներ չեն ունեցել, բայց դրանից հետո ձեռք են բերել, չգիտեմ, բաժնային սեփականություն ունեն եւ այլն եւ այլն։ Դրանց հիման վրա տեսնենք հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ինչ գործողություններ է կատարելու։ Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի, պարբերաբար գրություններ են ուղարկվել հարկադիր ծառայություն, նաև հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին, քաղաքային բյուջե գանձվող գումարների մասով հարկադիր կատարումն ապահովող ծառայության կոնկրետ գործողությունների վերաբերյալ։ Քաղաքացիներ կան, որ մինչև 12-13 միլիոն դրամի պարտք ունեն քաղաքապետարանին։ Ըստ Հրաչ Վարդանյանի, անգամ 100,000 դրամ պարտք ունեցողից գումարի բռնագանձում չի կատարվել։ Պարտապանների թվում են քաղաքում հայտնի գործարարներ, անհատ ձեռներեցներ, իրավաբանական անձինք։ Ցավոք սրտի այս պահին կան բազմաթիվ իրավաբանական ընկերություններ, ֆիզիկական անձինք, որոնք որ պարտավորություն ունեն համայնքի բյուջեի նկատմամբ, իրանք այդ պարտավորությունները չեն կատարում։ Գործը ուղարկվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից բռնագանձումներ, զգալի բռնագանձումներ կրկնում եմ չի կատարվում եւ արդյունքները գոհացնող չեն։ Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ղեկավարի ուսումնասիրությամբ տվյալ կազմակերպությունները բոլորն էլ գործող են, սնանք ճանաչված չեն, ուստի հարկադիր ծառայությունը պետք է ջանասիրությամբ աշխատի քաղաքապետարանի հետ եւ դրսեւորի այնպիսի շահագրգռվածություն, իսկ ավելի կոշտ պետքական թիրախավորում, որը հանիրավի դրսեւորում է քաղաքը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների եւ մի շարք կազմակերպությունների նկատմամբ։ Մենք ակնկալում ենք ավելի մեծ արդյունքներ համագործակցություն հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման հետ, որպեսզի հնարավորինս համայնքային բյուջե մեծ գումարներ կան։ Շուրջ 200 միլիոն դրամ գումարը, որ պետք է բռնագանձի հարկադիր կատարման ծառայությունը, քաղաքային բյուջեի մեջ էական նշանակություն ունի։ Իսկ եթե այս պահին այդ գումարի գանձումը դրված է ուժային ծառայությանը հավասարազոր կառույցի վրա եւ դա փաստացի չի կատարվում, ապա համապատասխան կառույցի ղեկավարությունը ոչ միայն մտածելու, այլև անելու մեծ գործ ունի։